Եթե դու իսկապես արդարություն ես ուզում հաստատես, այդ արդարությունը ասում եմ Ջոգովի չի լինում, ոչ էլ ուրեմն ընտրովի է լինում, երբ որ ես ուզենամ, այդ ժամանակ այդ արդարությունը պետք է աշխատի, այդ դեպքում դու ով ես ընդհանրապես։ Եվ այստեղ է, որ բացի դրանից, ես շատ եմ ուզում կենտրոնանամ նաև այն հարցին, որ ինչի է այս ժողովրդի մի հատվածը սկսել մտածել, թե լավ է, էլի խաղաղություն է, չգիտեմ, էս է։ Բայց զոհերն ինչ են ամեն օր բանակում։ Այ այդ ամեն ինչը։ Բայց գերիներն ինչ են։ Անջելա, հենց այդ է ամբողջ խնդիրը։ Իրենց այսօրվա, իրենց կյանքը, իրենց անձնականը լավ է, ուրեմն ամեն ինչ լավ է։ Այ այս հոգեբանությունը երբեք չի եղել։ Հացը 450 դրամ է, ոնց լավ է։ Այդ մարդիկ կարողանում են։ Հայրենիքը տվել են, ոնց լավ է։ Գերիները բանտում են, ոնց լավ է։ Ամեն օր զոհ կա բանակում, ոնց լավ է։ Թալանում են, պարտքը դարձրել են 15 միլիարդ, ոնց թե լավ է։ Օդի աղտոտվածությունը քաղցկեղածին է, ոնց լավ է։ Թոշակառուն սովից մեռնում է, ոնց լավ է։ Հիվանդանոցների վիճակը ինչ է, ինչքան մարդ է հիվանդ։ Ուրեմն, այստեղ ես մի իր աստծներից մեկն եմ ուզում նաև ներկայացնեմ այսօր, որովհետև գյուղատնտեսության մասին խոսք գնաց այնտեղ, ասելով, որ իբր թե չեն կարողանում Ռուսաստանը դե չի ընդունում եւ այլն, ասեց, գիտեք ինչ միլիարդներով սուբսիդիաներ ենք մենք տալիս, որպեսզի գյուղացիները առաջին հերթին այդ գյուղացուն ոչինչ չի հասնում, որովհետև պարզերևում արդեն մարդիկ անընդհատ բողոքում են, բայց եթե հասնում է Ես մի հատ էլ պարզ հարց ես եմ տալիս։ Այդ միլիարդները որտեղից ես վերցնում։ Սուբսիդավորելու համար միլիարդները որտեղից ես վերցնում։ 1 միլիարդ դոլարի դեֆիցիտ ունես, պակասորտ ունես բանում բյուջեում։ 1 միլիարդ դոլարի պակասորտ։ Եթե դու այդ 1 միլիարդը ունես, դու սուբսիդավորելը ոնց ես անում։ Որտեղից ես վերցնում։ Ուրեմն կնշանակի հերթական այդ տրանշը, որը հիմա պետք է վերցնի սեպտեմբեր ամսին, մինչև այս պահը, այս մենակ այս մի տարվա ընթացքում արդեն երևի թե 600-700 միլիոն է արդեն հասել, միայն այս տարի 350 միլիոն, ասել եմ, մենակ հունվարին է վերցրել։ Հիմա այս ընթացքում էլի նորից շարունակեց այդ ուրեմն պարտքերը վերցնել։ Սեպտեմբերին նորից վերցնում են իրենք ուրեմն վարկ։ Իդեպ բոլորի մոտ ինչ է գրված հիմնականում գրված է որ բյուջեի լրացումը Բավարար այդ փողը չի օգտագործում մենակ պարտքա փակում փողը բերում է այդ փողը խոյ այո ես եմ ուզում ասեմ այ այս մենակ այս մի փաստով այս ժողովրդի են հատվածը նույն իր այդ падգամավոր կոչեցյալները որոնք որ իբր թե ձև են անում թե իրենց մոտ ամեն ինչ շատ լավ է մենք ամեն ինչը ճիշտ ենք անում եւ այլ Դե հիմա բացատրեք, մենք էլ հասկանանք։ Ձեր կառավարությունը, եթե այսպիսի պայմաններում աշխատում է եւ միայն պարտքով է աշխատում, այդ դեպքում որտեղից է այս ամբողջը։ Եվ այս առումով շատ կարեւոր մի հատ խնդիր կա, որ ժողովուրդը հասկանա, վաղը մյուս օրը, այդ հերո չի այդ վաղը մյուս օրը։ Աշունն է գալիս, ձմեռն է գալիս, այդ բոլորը դուք զգալու եք ձեզ վրա։ Որովհետև եթե վառելիքն էլ թանկանա, այդ որ ամեն անգամ չեն ասում, հեսա մենք վառելիքը ստեղից կբերենք, երբ որ կբերեք նոր կխոսենք, այս մեկ։ Երկրորդը, ուրեմն թրիպի ճանապարհի վերաբերյալ, էս էլ է շատ կարևոր, որովհետև ժողովրդին թվում է, թե հեսա Հայաստան միլիարդավոր ուրեմն ներդրումներ են գալու, դա ոչ մի բան չի գալու, որովհետև ինչ ասեց, այնտեղ խողովակաշար է լինելու, էլեկտրականություն է շարունակվելու, գազատար է լինելու եւ այլ եւ նաեւ վոլոկնային այդ կապն է լինելու։ Ում համար։ Հələ մի հատ մեկը թող հարց տա, ուր է գնալու այդ ամենը։ Գնալու է Նախիջևան, որը ինքը փորձեց այստեղ է պիղծ լինելը, երբ որ ինքը անունը փոխեց Նախճիվան էր անունը ուզում տար։ Հասկանում եք, այս ամբողջը գալիս է մտնում է Հայաստանի 43 կիլոմետրով մտնում մեռան ասելով բոլորս ասում։ Գիտեք, չէ, հոգեբանական բան կա, մարդ որ հիստերիայի մեջ է ընկնում, ինքը սկսում է իր հայրենի լեզվով խոսել։ Ասեց այդ անունները որ կարող պատահական չի, որ այսինքն մի հատ այդ հոգեբանները պիտի բան անեն, ուսումնասիրեն, էլի հասկանան։ Ասեցինք, որ Տիգրանաշենը վաղուծված ծրագիր է, վաղուծված, քանի տարի ամենք էս։ Այսինքն Հայաստանն էլի, Հայաստանի հանձնումը վաղուծված ծրագիր է։ Այո, 120 տարի է նրանք դրա մասին երազում են։ Այս տարիներին էլ չէր հաջողվում։ Եվ սա նաև մի հարց էլ իր արետևից է գալիս, էլի ուղղակի ես ներողություն եմ խնդրում։
Այս ոնց եղավ, որ հանրապետությունը, երրորդ հանրապետությունը, չնայած երբեք չի եղել այդպես համարակալված։ Մենք խոսել ենք Հայաստանի հանրապետություն, որը ստեղծվեց առաջին անկախ հանրապետությունը 18-20 թվականների։ Եկավ նրան փոխարինեց Հայաստանի խորհրդային սովետական սոցիալիստական հանրապետությունը։ Դա նոր ձև էր, նոր հանրապետություն էր եւ անունը փոխվեց։ Հետո 91 թվականին եղավ Հայաստանի հանրապետություն, որը հռչակագրով հաստատվեց որպես անկախ։ Դա առաջի, երկրորդ, երրորդ չի։ Դա հանրապետություններ են, որոնց կարգավիճակը եւ իրենց կառավարման համակարգը փոխվեց։ Դրա համար իրենց անվանումը փոխվեց։ Հիմա որ 4-րդ հանրապետություն։ Այդ ինչ եք փոխել, որ հիմա դուք կարող եք ասել, որ մենք հիմա ուզում ենք ձևավորենք նոր 4-րդ հանրապետություն։ Ֆրանսիայի օրինակով կարող եմ ասեմ, այդ օրինակը, որ եկավ հասավ 5-րդ հանրապետություն, զուտ այն պատճառով, որովհետև անընդհատ այդ համակարգներն է փոխվել։ Նապոլեոնի ժամանակից սկսած։ Ուրեմն, այս պահին սա էլ է մի նոր, այսպես թակարդ, բացահայտ թակարդ է, որ մեզ գցեն, թե իբր մենք նոր 4-րդ հանրապետություն, որտեղ արդեն Ադրբեջան, Թուրքիան են ամեն ինչը որոշելու եւ այդ ամբողջը իրականացվելու է սրանց կողմից։ Կասկած մի ունեցեք։ Այստեղ տարակուսելու տեղ չի մնացել արդեն, որովհետեւ այն ինչ որ ուզում է, որ եթե սահմանադրությունից, քանի անգամ ասել ենք, ել եմ ուզում կրկնեմ, սահմանադրությունից անկախության հռչակագիրը որ դուրս գա, այդ նշանակում է Հայաստանի Հանրապետության անձնագիրը վերացավ, նրա ծննդյան բանն է, վկայականն է վերանում, ծննդյան վկայականը, պարզ բան է, որովհետև դրանով է որոշվել, որ այսօր Հայաստանի Հանրապետություն կա, հիմա եթե նա այդ ամենը հանում է և շպրտում է դուրս, դուք այլևս չեք Հայաստանի Հանրապետություն չեք, եկեք այս բանը գոնե հասկանանք, այսինքն դրա համար ինքը ասում է 4-րդ հանրապետություն, որովհետև այդ դեպքում այդ 4-րդ հանրապետության անունը չի լինելու Հայաստանի Հանրապետություն, որովհետև այդ Հայաստանի Հանրապետությունը Հայաստան չի լինելու, այո, եթե վկայականը կորսեց, այն ինքն էլ չի լինելու, այսօր նստած մտածում են, ախր մի քիչ հետևեք այս ամբողջ իրադարձություններին, որոնք դուրսնել են կատարվում, Ռուսաստանը միշտ եղել է միշտ այս 70 տարվա ընթացքում ամեն կերպ փորձել է պահպանել եւ զարգացնել Հայաստանի Հանրապետությունը։ Սա փաստ է, որովհետեւ նրանք ովքեր ծնվել են դրանից հետո պետք է գնան մի հատ գոնե տեսնեն թե ինչ է եղել այն Հայաստանը եւ հիմա համեմատեն այսօրվա Հայաստանի հետ։ Որովհետեւ Հայաստանի այն սոցիալիստական հանրապետությունում բոլորը կրթվյալ մարդիկ էին։ Ամենամեծ բարձր տոկոսն էր Խորհրդային Միությունում բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց թիվը Հայաստանում։ Ընդհանրապես այսօր հակառուսականությունը, այդ հակահայկականությունն է։ Միանշանակ է։ Այսօր քո միակ ռազմավարական դաշնակցին, որ քո անվտանգությունը պահում է, ինքը դարձնում է թշնամի, միանշանակ։ Ուրեմն կամ ավարտված դեբիլ են, որ չեն հասկանում։ Հիմա եկեք մի հատ զուգահեռ անցկացնենք։ Կամ հակահայ են։ Այո, այդ հա, վստահ։ Բայց հիմա եկեք մի հատ զուգահեռ անցկացնենք։ Վրաստանից ավելի խելոք եք։ Վրաստանը ինքը գնաց այդ ճանապարհով, իբր գնում է Ռուսաստանից հրաժարվում է գնում է Եվրոմիություն, գնաց, հետո հոպ կանգնեց։ Ինչի է կանգնել, լամյա չեք հարցնում։ Հասկացա, որ ասես, ես ուր եմ գնում։ Եվրոպան իրան ասում է անպայման պետք է դառնաս Ռուսաստանի թշնամին։ Վրացին ասում է, լսի, եթե ես դառնամ նրա թշնամին, ես դրանից ինչ օգուտ, եթե ոչ վնաս եմ ունենալու։ Հիմա մենք հարց տվեք ձեզ, որ եթե մենք դառնում ենք Ռուսաստանի թշնամի, դուք դրանից ինչ օգուտ եք ստանալու։ Պարոն Սարգսյան, բայց անգամ Վրաստանի հետ համեմատելուց էլ այնպես չի, որ Վրաստանի համար, ինչպես Հայաստանի համար, գոյաբանական էքզիստենցիալ հարց է դրված։ Վրաստանը Թուրքիայի հետ ինքը ճիշտ է տնտեսապես կլանում է, բայց այդպիսի խնդիր չկա։ Վրաստանի հողերի հաշվին չի ստեղծվել Թուրքիան։ Թուրքիան ստեղծվել է մեր հողերի հաշվին։ Հետևաբար երբ որ մենք թշնամանում ենք միակ ռազմավարական դաշնակցի հետ,
Թուրքիայի համար հնարավորություն է ստեղծում, որ վերջնականապես փակել այդ հարցը, որտեղ ինքը գիտի այսօր վաղը չէ մյուս օր այդ հարցը դրվելու է, որտեղ ինքը այդ պետությունը մեր հաշվին է ստեղծվել։ Իսկ քանի դեռ կա հայ, քանի դեռ կա այստեղ միավոր, ի շնորհիվ Ռուսաստանի Դաշնության եւ Ռուսաստանի կայսրության դրա շնորհիվ է ստեղծվել։ Այդ պատահական էր, որ Աբովյանն ասում էր օրնվի են սահատը, որ ռսի օրնածոտը լիս աշխարհը մտավ ու Ղազալբաշի չարշունչը այս երկրից հանեց ու մեզ տվեց այս ամեն ինչը։ Հա թե ձեր նման խելոք չէր, թե չգիտեր ինչից ինչա պահել ռուսական կայսրությունը, հետո ինչից ինչա ստեղծել սովետական միությունը։ Հա ոնց է այստեղ Հայաստանը գոյ հայերը ոնց են ապրել եւ ոնց են ապրել Թուրքիայում եւ հետեւաբար Վրաստանի հետ համեմատելուց այդ խնդիրը չի լինելու որ ռուսը ոտը քաշի թուրքը 5 րոպե հետո բնաջնջելու է այստեղ։ Այդ իր հերթին ես ամենը բերեցի դա անգամ Ռուբեն Ախվերդյանի նման մարդը չի մտնում ասում է ինքնիշխան ենք։ Երեք լավ այդ գարը պատասխանեց ասեց անբարոյական փողոցային բառով կնոջ ինքնիշխանությունը երեխու շպրտելը ասում է ես կարևորը ազատ եմ ու ինքնիշխան եմ։ Ոնց որ փողոցային կանայք։ Շատ բարի, ես կարծում եմ, որ այս ամբողջը համատելու համար, համատությունը արեցի միայն նրա համար, որպեսզի ասեմ, որ մարդիկ հասկացան իրենց սխալ ճանապարհը եւ ժամանակին կանգ առան։ Եվ նաեւ տնտեսապես ինչ այո, դրա համար։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Վրաստանը իհարկե անհամեմատ ավելի լավ պայմաններում է, դա միանշանակ է, ծով ունի, ամեն ինչ ունի, հնարավորություններ ունի դուրս գալու եւ այլն։ Այո։ Թուրքիայի հետ։ Հիմա մեր այս կոմենտներ կոչվածները, որոնք են ռսաստրուկ, չգիտեմ ինչ եւ այլն, մենք նույնիսկ ասի այ դարի մասը էլի, ոչ մի բան իրենի չներկայացնող, ոչ մի բան, անգամ ճիշտ, ես մի քանիսին ուղակի ստիպված եմ եղել գրել, ասել եմ տղամարդ ես արի իմ դեմը կանգնի, այ հիմա, կանգնի ինձ մի հատ ասա էլի ինչ որ ուզում ես ասես։ Մի հատ որ հասկանամ դու տղամարդ ես, թե տղամարդ չես, որովհետև եթե դու հիմա քեզ ձև ես քթել ինչ որ մի հատ գրառում անես, որ ցույց տաս, թե ես ալ մարդ եմ, դու մարդ չես։ Դու այնքան մարդ չես, որովհետև դու չես կարողանում հասկանաս, այո, չես կարողանում հասկանաս, որ այս ճանապարհը, որը բռնել է Նիկոլ Փաշինյանը, դա միայն ու միայն այս տրկացումը տեղալնելու։ Այդ ստրկացումը դա ցեղասպանություն է։ Այո, ստրկացումից հետո ցեղասպանություն է, պարզ է։ Հայաստանի կործանում, դա անգամ չեն գիտակցում։ Ինքը ինչ էլ ուզում եք արեք, ինչքան էլ պատկերացրեք, թե հեսա այսօր չի լավ է, էլի, դե վաղն էլ ոչինչ, հələ վաղը չէ մյուս օրը չգիտենք։ Եղբայր, պատմության համար այս օրը կամ տարին կամ անգամ տասնամյակը ոչ մի բան են։ 10 տարի հետո կարող է պատահել ընդհանրապես այս երկիրը չլինի։ Էդ եք ուզում։ Եվ եթե ձեզ համար միևնույն է թե որտեղ եք ապրելու, այսինքն հիմա էլ շատերը կան այդ երիտասարդ որ Սորոսը դասիրակություն են ստացել։ Ինչ նշանակություն ունի որտեղ ապրենք։ Լավ կլինի կգնանք եսին Ավստրալիայում կապրենք կամ